Դավիթի կալանավորման մասին լուրը ուշաթափության է հասցնում մորը։ Կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հարվածի փորձի նմանվող ձեռքի անկանոն շարժում արած Դավիթը 2 ամսով կազատազրկվի։ Մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնել ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ Դպրոցական տղային կալանավորելու որոշում կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի ընթացքում չի ընթերցել հիմնավորումները, թե ինչու է բավարարել քննիչների միջնորդությունը։ Դատարանից Արմավիր քրեակատարողական հիմնարկ են տարել Դավիթին։ 2 ժամ չանցած փաստաբանները զանգ են ստացել, որ դեռ կալանավայր մուտք չգործած Դավիթը գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Դատարանը հաշվի չի առել Դավիթի հիվանդությունը։ Փաստաբանները տղայի առողջության մասին մի մեծ փաթեթ են հանձնել դատարանին, վստահեցնում են, այդ հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ։ Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը ընդեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչ ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Մինչ դատարանը խորհրդակցական սենյակից նիստերի դահլիճ կվերադառնար, նրան կոչով դիմել էր երկրորյակների մայրը։ Տիկին Գայանեն հավանաբար տնային կալանքի հույսով դատարանի բակում խնդրել էր հնարավորություն տալ որդուն տանել տուն, տիրություն անել, մինչև դատարանը վերջնական վճիռ կկայացնի։ Խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, բայց ինձ որպես մայր հնարավորություն տրվի։ Ես երեխուս տանը գոնե առողջությունը, կյանքը, ես չվտանգվի հանկարծ, քննության խնդրում եմ ուղղակի, ես այդ եմ խնդրում։ Դավիթին մեղադրում են խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Ինչ քաղաքական գործունեություն էր իրականացնում Հայաստանի վարչապետը Կիրակի Ծաղկազարդի տոնին եկեղեցում պատարագի պահին։ Այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու անհիմն լինելու մասին փաստաբանների փաստարկները նույնպես հաշվի չի առել դատարանը։ Այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր պաշտպանական խմբի կողմից քարը վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Հնարավորություն կունենամ դպրոցն ավարտել։ Սա է եղել Դավիթի միակ մտահոգությունը։ Միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ։ Որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան։ Պաշտպանները պատրաստվում են ԿԳՄՍ նախարարին խնդրել երաշխավորի, որ խափանման միջոց կալանքը գոնե տնային կալանքով փոխարինվի, որպեսզի Դավիթը կարողանա շարունակել ուսումը։ Մենք նման միջնորդությամբ կապ խնդրանքով գդիմենք նախարարին, թող ինքը հանդես գա միջնորդությամբ որպես երաշխավորի։ Փաստաբանները պատրաստվում են նաև բողոքարկել Դավիթին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։